Գյումրու քաղաքապետարանը հանրային լսում անցկացրեց 2026 թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ։ Քաղաքային իշխանությունը հաջորդ տարվա համար նախատեսում է պետական եւ տեղական բյուջեների համաֆինանսավորմամբ քաղաքի համար կարևոր 3 ծրագիր իրականացնել։ Դրանցից մեկով տեղական իշխանությունը նպատակադրվել է Գյումրիում կառուցել 2 շենք 100 բնակարանով։ Հիշեցնենք, Գյումրիում սոցիալական բնակարանների կառուցման հիմքը դրվել է 2000-ականներին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ։ Այն ժամանակվանից 20 տարի անց էլ ըստ քաղաքապետարանի ներկայացուցիչների Հայաստանի երկրորդ քաղաքը դեռևս սոցիալական եւ քաղաքաշինական զգալի խնդիրների առաջ է կանգնած։ Բերված տվյալների համաձայն 2008 թվականին անօթևանների հերթացուցակում հաշվառված 4230 ընտանիքից մինչ այժմ բնակարանով ապահովել է 3214 ընտանիք։ Այսինքն բնակ ապահովման հերթացուցակում հաշվառված ու բնակարան չստացած 1016 ընտանիք դեռ սպասում է, իսկ տնակներում այժմ բնակվում է 2500-ից ավելի ընտանիք։ Ծրագրով նախատեսվում է կառուցել բազմաբնակարան շենքեր, որոնք կհամապատասխանեն բոլոր սեյսմիկ, էներգոարդյունավետ եւ քաղաքաշինական չափանիշներին, ապահովելով խոցելի խմբերի, այսինքն միավորյալ տարածքների հաշմանդամությունը անձանց բազմազավակ ընտանիքների հատուկ կարիքները։ Կառուցված եւ շահագործված կլինեն առնվազն 100 բնակարան, որոնք կբաշխվեն առաջնահերթության հերթացուցակով ընտրված շահառուների միջև։ Արդյունքում նվազագույնը 100 ընտանիք դուրս կգան տնական եւ անբարեկարգ կացարաններից։ Քաղաքապետարանի աշխատակից Պարքև Հարությունյանի խոսքով նշված 2 շենքերը կառուցվելու են մուշ 2 թաղամասում փուլերով, լինելու են քառահարկ, տրամադրվելու են տնակներում բնակվող եւ հերթացուցակում առաջնահերթություն ունեցող անապահով բազմազավակ ընտանիքներին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 1.8 միլիարդ է։ Տևողությունը 730 օր 2026 թվականից սկսած ապրիլից։ Համայնքի մասնաբաժինը 60% է 1.80 միլիոնով, որից 390 միլիոնը 2026 թվականին եւ 690 միլիոնը 2027 թվականի համար։ Սուբվենցիոն մյուս ծրագրով քաղաքապետարանը նախատեսում է Գյումրիում տասնյակ փողոցների հիմնանորոգում իրականացնել։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2.5 միլիարդ դրամ։ Համայնքի ներդրումը լինելու է 1.5 միլիարդ դրամ, այսինքն 60%-ը։ Նախատեսվում է Գյումրի քաղաքում հիմնանորոգել 21 փողոցներ։ 21 փողոցներներ հանդիսանում են երկրորդական փողոցներ եւ ընդհանուր երկարությունը կազմում է 6681 մետր։ 100,152 քառակուսի մետր։ Գյումրու հնգամյա զարգացման ծրագրում ներառված են փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Ըստ քաղաքապետարանի ներկայացուցիչից ծրագիրը կազմվել է հաշվի առնելով մի շարք առաջնահերթություններ, մասնավորապես կենտրոնական փողոցներն իրար միացնող հատվածները դեպի մանկապարտեզ դպրոց տանող ճանապարհները։ Իսկ կառավարությունն ներկայացվող 3-րդ ծրագիրն առնչվում է Գյումրու նախկին Ճերմակ հիվանդանոցի շենքի հիմնանորոգմանը։ Քաղաքապետարանը հաշվարկել է, որ պատմամշակութային այս շենքի հիմնանորոգման համար անհրաժեշտ է 400 միլիոն դրամ, որից 240 միլիոնը ներդրվելու է քաղաքային բյուջեից։ Մնացածն ակնկալում են ստանալ պետբյուջեից։ Նախկին հիվանդանոցի շենքը մի քանի տարի չի շահագործվում, պահպանման կարիք ունի։ Գյումրու քաղաքապետարանը նպատակահարմար է գտել այն ամրացնել, հիմնանորոգել, այդ թվում բացի հիվանդանոցից բազմաֆունկցիոնալ հասարակական կենտրոն հիմնել։ Նախատեսվում է այս շենքում տեղակայել մի քանի համայնքային ենթակառուցվածքներ, մշակույթի, կրթության, երիտասարդության եւ սոցիալական ոլորտներից։ Կապահովի շենքի երկարաժամկետ պահպանություն, անվտանգություն եւ լիարժեք ֆունկցիոնալություն։ Հողակները կարողանան բարելավել իրենց ծառայությունների որակը, ընդգրկել ավելի մեծ շահառու շրջանակ եւ համագործակցել իրար հետ։ Կդառնա ակտիվ հանրային հարթակ մշակութային միջոցառումների, ցուցահանդեսների եւ ուսուցման համաժողովների համար։ Ծրագրի հիմքում դրված է պատմաճարտարապետական նշանակության շենքի վերականգնման եւ պահպանության հարցը։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը խոստացել էր, որ նախկին հիվանդանոցի շենքի նշանակությունը չի փոխվելու, այն որպես առողջապահական կառույց է ծառայելու քաղաքին։ Նախորդ ծրագրերը միանշանակ շարունակական են, պարզապես խոչընդոտ հանդիսացավ, որ լիցենզավորման հարց կա այդտեղ, բայց համապատասխան մարդկանց հետ քննարկումներն ընթանում են։ Ուզում եմ դիմել կառավարությանը, որ Գյումրի քաղաքի պատկանող գույքերը թող վերադարձնեն գյումրեցիներին, Գյումրի քաղաքապետարանի թող վերադարձնեն։ Այդ գույքերը, ես ես ասում եմ, միանշանակ Գյումրու քաղաքապետարանը կարողանա ավելի լավ պահպանել, ավելի ճիշտ ուղղորդումներ ցույց տալ ներդրողներին,
քանց թե հիմա կառավարության բալանսի վրա է գտնվում, որը մինչև այժմ ես կարող եմ օրինակել բերեմ, եթե չէ սխալվում հիվանդանոցը Լոզանի համալսարանը բացեցին, երևի այդտեղում պետք է լիներ, չէ, եթե չեմ սխալվում, բայց մինչև հիմա շենքը անմխիթար վիճակում է գտնվում։ Գյումրու 2026 թվականի քաղաքային բյուջեում բավականին մեծ գումարներ են նախատեսված սուբվենցիոն ծրագրերի համար։